2025 թվականի հոկտեմբերի 7-ին անսովոր պայծառ լուսինը կլուսավորի երկինքը։ Սա կլինի լիալուսին խոյի համաստեղությունում, որը լցված կլինի առաջամարտիկի դինամիզմով եւ ուժով։ Այսօրվա էներգիաները նման են կայծի, որը կարող է վառել վճռական գործողությունների եւ արմատական փոփոխությունների բոցը։ Մթնոլորտը կթաքանա։ Շատերը կզգան ուժի անբացատրելի ալիք եւ անհապաղ փոփոխություններ կատարելու ցանկություն։ Համբերությունը կսպառվի եւ ամիսներ շարունակ ձգձգված իրավիճակները կպահանջեն անհապաղ լուծում։ Սա այն ժամանակն է, երբ տիեզերքն ինքն է կարծես մեզ ետևից հրում, ասելով. «Դադարեք սպասելուց, ժամանակն է գործել»։ Այնուամենայնիվ, այս ուժն ունի նաեւ բացասական կողմ՝ խառնվածք եւ կոպտություն խոսքերի եւ գործողությունների մեջ։ Կարևոր է կառուցողականորեն ուղղորդել զգացմունքների եռացող հոսքը սխալներ թույլ չտալու համար։ Օրվա էներգետիկ կոկտեյլը՝ ուժ, կիրք եւ սուր եզրեր։ Խոյի համաստեղության մեջ լիալուսինը միշտ վառ անհատականության դրսևորում է։ Այն արթնացնում է մեր մեջ գտնվող ռահվիրաններին, որոնք պատրաստ են պաշտպանել մեր ջահերն ու անձնական սահմանները։ Նման օրերին դժվար է մնալ ստվերում եւ հոսանքի հետ գնալ։ Այս աստղագիտական իրադարձության հիմնական նշանները՝ քաջության ալիք, անվճռականությունն ու կասկածը անհետանում են։ Հայտնվում է սեփական ցանկությունները հասկանալու պարզություն եւ դրանց հասնելու պատրաստակամություն։ Զգացմունքային հրաբուխ, գրեթե անհնար է դառնում զսպել ձեր զգացմունքները։ Կուտակված գրգռվածությունը, զայրույթը կամ դժգոհությունը կարող են պայթել ամենաանսպասելի պահին։ Ավարտման կետ։ Կյանքում շատ գործընթացներ կհասնեն իրենց գագաթնակետին։ Նախագծերը, հարաբերությունները կամ փուլերը կարող են կտրուկ եւ վերջնականապես ավարտվել, տեղազատելով ինչ-որ նոր բանի համար։ Կենտրոնացեք ինքներդ ձեզ վրա։ Սա այն ժամանակահատվածն է, երբ ձեր սեփական նպատակներն ու կարիքները դուրս են գալիս առաջին պլան։ Կարևոր է սովորել պաշտպանել դրանք, առանց գերազանցելու ուրիշների սահմանները։ Այդ ժամանակահատվածում լավագույն ռազմավարությունն այն է, որ անկեղծորեն գնահատեք ձեր կյանքը եւ պարզեք, թե ինչն է ձեզ հետ պահում, խանգարում առաջ շարժվելուն եւ թունավորում ձեր գոյությունը։ Անձնական սցենար։ Ինչ է լուսինը պատրաստել ձեր նշանի համար։ Մեզանից յուրաքանչյուրը լիալուսնի էներգիան տարբեր կերպ կզգա։ Այն կազդի կյանքի որոշակի ոլորտների վրա, ընդգծելով անհապաղ ուշադրություն եւ վերափոխում պահանջող ոլորտները։ Խոյեր։ Սա ձեր աստղային ժամանակն է։ Անձնական էներգետիկ խթանը կստիպի ձեզ վերանայել ամեն ինչ, սկսած ձեր կյանքի նպատակներից մինչև ձեր սոցիալական շրջանակը։ Կառաջանա անհաղթահարելի ցանկություն կոտրելու հինի կապանքները եւ ընդունելու նորը։ Այս ժամանակահատվածում ցանկացած ձեռնարկում կբերի հզոր խթան եւ կսահմանի ձեր ուղղությունը առաջիկա ամիսների համար։ Ցուլեր։ Սա ներքին մաքրագործման ժամանակաշրջան է։ Կարող են ի հայտ գալ հին վախեր, վաղուց մոռացված դժգոհություններ եւ խորը կասկածներ։ Մի անտեսեք դրանք։ Հիմա եզակի հնարավորություն է հաղթահարելու այս բեռը եւ այն ընդմիշտ թողնելու անցյալում։ Դուք կզգաք անհավանական թեթևության զգացում։ Երկվորյակներ։ Ուշադրության կենտրոնում կլինեն շփումները, բարեկամությունը եւ համատեղ ձեռնարկությունները։ Հնարավոր են ճակատագրական հանդիպումներ կամ անսպասելի նորություններ հոգեհարազատներից։ Որոշ հարաբերություններ, որոնք արդեն անցել են իրենց հունը, կարող են լուծարվել, տեղը զիջելով նոր, ավելի ռեզոնանսային հարաբերությունների։ Խեցգետիններ։ Ձեր մասնագիտական կյանքում կծավալվեն խոշոր իրադարձություններ։ Սա ժամանակ է ձեր նկրտումների եւ կարողությունների մասին համարձակ հայտարարությունների համար։ Հնարավոր են կարևոր բանակցություններ ղեկավարության հետ, աշխատանքի ուշադրության կենտրոնացման փոփոխություն կամ ձեր նվաճումների հանրային ճանաչում։ Մի վախեցեք բարձրաձայն եւ վստահորեն պնդել ձեր ասածը։ Արյոցներ։ Հրելուսինը կբացի ձեզ համար նոր հնարավորությունների աշխարհի դարպասները։ Կարթնանա գիտելիքների, արկածների եւ հորիզոնների ընդլայնման ծարավը։ Սա կատարյալ ժամանակ է երկար ճանապարհորդություններ պլանավորելու, անհայտի մեջ խորանալու կամ ոգեշնչման նոր աղբյուրներ փնտրելու համար։ Կույսեր։ Էներգիան կկենտրոնանա ֆինանսների եւ ռեսուրսների ոլորտում։ Պարտքերի, ներդրումների կամ համատեղ բյուջետավորման հետ կապված հարցերը կպահանջեն անհապաղ լուծում։ Դուք կարող եք արմատապես փոխել ձեր մոտեցումը կողի նկատմամբ։ Գլխավորը մտածված գործելն է, օգտագործելով սառը հաշվարկ, այլ ոչ թե հույզեր։ Կշերկներ։
Այս լիալուսնի գլխավոր թեման կլինեն հարաբերությունները։ Դուք առավելագույն պարզությամբ կտեսնեք, թե ովքեր են ձեր իրական դաշնակիցները եւ որ հարաբերություններում վաղուց բացակայում են վստահությունն ու հավասարությունը։ Անկեղծ ասած, հնարավոր են կյանքը փոխող զրույցներ, որոնք կամ կամրապնդեն հարաբերությունները, կամ կավարտեն դրանք։ Կարիճներ։ Էներգիաները կհարվածեն ձեզ երկու ճակատով՝ առողջության եւ առօրյայի։ Դուք կարող եք լիովին սպառված զգալ պարտականությունների անվերջ շրջապտույտից եւ ցանկանալ փոխել ամեն ինչ։ Ժամանակն է թողել այն, ինչ ձեզ քայքայում է եւ պարզություն մտցնել ձեր ամենօրյա ծեսերի մեջ։ Առողջ սովորություններ սկսելը հիմա շատ արդյունավետ կլինի։ Աղեղնավորներ։ Ձեզ կհոսի ստեղծագործականության եւ կենսունակ հույզերի ալիք։ Սա սիրահարվելու համարձակ նախագծերի եւ հիշարժան իրադարձությունների ժամանակաշրջան է։ Անսպասելի ճանաչում, նոր հոբբի կամ ձեր տաղանդների ճանաչում։ Բոլորը հնարավոր են։ Կիսվեք ձեր ոգով աշխարհի հետ։ Դա վարակիչ է։ Այդ եղջյուրներ։ Ուշադրության կենտրոնում կտեղափոխվի տուն եւ ընտանեկան կապեր։ Հնարավոր են ձեր տան հետ կապված կարևոր իրադարձություններ, տեղափոխություն, վերանորոգում կամ լուրջ զրույցներ ընտանիքի հետ։ Սա ժամանակն է կարգի բերելու ձեր տարածքը եւ ամրապնդելու այն հիմքը, որի վրա կառուցված է ձեր կյանքը։ Ձկներ։ Դուք կվերագնահատեք ձեր արժեքները։ Դուք հանկարծակի հստակ կհասկանաք ձեր իրական արժեքը եւ կդադարեք բավարարվել քչով։ Սա վերաբերում է ինչպես ֆինանսներին, այնպես էլ անձնական հարաբերությունների։ Ձեր ինքնավստահությունը կբարձրանա, թույլ տալով ձեզ ավելի համարձակորեն արտահայտել ձեր ցանկությունները։ 2025 թվականի հոկտեմբերի 7-ին Խոյի համաստեղությունում լիալուսինը ավելին է, քան պարզապես գեղեցիկ աստղագիտական երևույթ։ Այն հզոր արագացուցիչ է, աստվածային կերպով տրված հնարավորություն առաջ ցատկելու, մի կողմ դնելով ամեն ինչ, ինչ ավելորդ է։ Այն բոլորին հնարավորություն կտա ավարտին հասցնել այն, ինչն իր օգտագործությունն է սպառել եւ կատարել այդ վճռական քայլը։ Հիմնականը գիտակցված մնալն է, դիմադրել պահի ազդակներին եւ կրակոտ էներգիան ուղղորդել դեպի ստեղծագործություն, այլ ոչ թե կործանում։ Թող այս կրակոտ լուսինը դառնա ցատկահարթակ դեպի նոր, ավելի կենսունակ կյանք։